Հոտարության խանգարման պատճառներից մեկը կարող է լինել քթի միջին խեցու ոսկրային մարմնի օդակիր լինելը, պետք է լինի այսպես, բայց այսպես է։ Հոտարական ընկալիչները գտնվում են միջին խեցուց վեր մակարդակում եւ միջին խեցու չափերից ելնելով կամ միջին խեցու լորձաթաղանթի այտուցվածության հետևանքով հնարավոր է, որ խաթարվի գրգռումը հոտարական ընկալիչների։ Գումարած սրանք կարող են խոչընդոտել քթի հարակից խոռոչների դատարկմանը բնականon։ Արդյունքում դատարկումը դաղացած է, տեղանյութվածքները բորբոքված, գրգռված եւ առաջանում է գլխացավ սրա հետևանքով։ Մյուս պատճառներից է պոլիպոզ գոյացությունները, որոնք նույնպես նույն մեխանիզմով են աշխատում։ Դատարկումը դանդաղացած կամ գոյություն չունի դատարկում, պոլիպոզ հյուսվածքներով է լցված։ Միջային օդակիր խեցիների բուժումը իրականացվում է միայն վիրահատական ճանապարհով, էնդոսկոպիկ եղանակով։ Այսինքն կտրվածքներ չեն արվում արտաքինից, բոլոր գործողությունները իրականացվում են քթի խոռոչում եւ շահացված րոպեների ընթացքում վերանում է խնդիրը։